Բարև ձեզ, ես Թովմասյան Գորն եմ, այսօր մենք խոսենք ռեկուպերատորների մասին, ամենահաճախ տվող հարցերը հաճախորդների կողմից։ Ուրեմն ամենատարածված հարցը մարդ ասում է շոքը, օդը, օդ չկա շնչելու, ռեկուպերատորի այդ հարցը կլուծի։ Պատասխանը սենց է։ Ուրեմն այդ զգացողությունը, որ շոքը, օդը ունեն 3 բաղադրիչներ։ Առաջինը էդի ջերմությունն է տվյալ սենյակի մեջ, երկրորդը էդի խոնավությունն է, երրորդը էդի թթվածինի կոնցենտրացիան է։ Հիմա ռեկուպերատորը կարա լուծի խոնավության ու թթվածինի կոնցենտրացիայի հարցը։ Հաջորդ հարցը ինչ է իրանից ներկայացնում այդ ռեկուպերատորը եւ ոնց է ինքը աշխատում։ Հիմա ես ձեզ ցույց տալիս եմ սխեման ինտերնետից նկարել։ Բայց պրինցիպը սա ռեկուպերատորներին, պլաստինչի ռեկուպերատորներին նույնն է։ Ուրեմն նայեք։ Ուրեմն սառը օդը ստեղ նշված է -10 աստիճան։ Ինքը մտնում է ռեկուպերատորի մեջ, դասից այսինքն ռեկուպերատորը օդը քաշում է, մտնում է ջերմափոխանակիչի մեջ։ Ներսից էլի օդը քաշում է, էլի մտնում է ջերմափոխանակիչի մեջ։ Այդ օդերը իրար չեն կպնում, իրանք իրար ջերմությունը փոխանցում են այդ ջերմափոխանակիչի միջոցով։ Պլաստինկա է դրած նորմալ ռեկուպերատորներին պլաստիկովի, այսինքն ոչ թե թուղթ է, այլ պոլիմեր։ Ուրեմն ֆիզիկայի օրենքն հենց է, որ տաքից միշտ սառին է ջերմությունը փոփոխվում։ Դրա համար ներսից որ ինքը տաք օդ քաշում է, դրսից սառը բերում է, այդ տաքությունը փոխանցվում է դրսի եկած օդին։ Ու արդեն տաքություն ստացած դրսի օդը թարմ թթվածինով հարուստ մտնում է ձեր օբյեկտի մեջ։ Ամառը նույն բանն է կատարվում։ Ամառը ստացվում է դուրսը տաքը, ներսը սառը, խոսքի դուրսը 35 աստիճան է, ներսը 25 աստիճան է։ Նույն ձևի այդ օդերը, որ անցնում են ջերմափոխանակիչի մեջով, ստեղ ստացվում է հակառակ, ստացվում է սառնությունը, դրսի օդը տաքը, ինքը իր տաքությունը փոխանցում է ներսից եկած սառը օդին, ինքը սառում է, մտնում է ներս։ Հիմնական պրինցիպը բացատրեցի, մնացած մանրամասները, որ բայպաս են բացվում եւ այլն, էդի հետո։ Մյուս հարցը հիմա ասում են ռեկուպերատոր մենակ հիմա օդը բերում փոխում։ Ռեկուպերատորը ինքը օդը բերում է, ֆիլտրացիա է անում, խոնավացնում է, ջերմությունը պահպանում է, բերում է այդ թթվածինով հարուստ օդ ներս, ձեր տված խոնավությունով, օրինակ դուք ուզում եք 45-50% որ խոնավություն լինի օդի մեջ, ու ինքը ապահովում է ձեր սենյակներով։ Մյուս հարցը կարամ ես ռեկուպերատորով տաքացնեմ կամ հովացնեմ իմ օբյեկտը։ Պատասխանը ոչ։ Ռեկուպերատորի задачան ջերմությունը պահպանելն է։ Հովացումը, ջերուցումը դուք ուրիշ սիստեմայով պետք է անեք։ Մյուս հարցը որտեղ այդ ռեկուպերատորը կարելի է տեղադրել։ Ռեկուպերատորը շատ լավ է, եթե ունեք ինչ-որ մի տեխնիկական տարածք, որ կարելի է այնտեղ դնել։ Եթե տեխնիկական տարածք չկա, կարելի է ինչ-որ մի ազատ տեղ առաստաղին իրան ամրացնել։ Այ մոտավորապես հեսա ես ձեզի նկարը ցույց կտամ։ Այս նկարում ես առաստաղին մենք ռեկուպերատոր ենք ամրացրել, ինքը կլադովկայի մեջ է գտնվելու։ Մյուս հարցը ոնց պետք է այդ օդի սիստեմը աշխատի, մարդիկ ասում են ամեն սենյակում համ պետք է թարմ օդը կա, համ պետք է հեռանա, թե ոնց է դա լինում։ Դրա պատասխանը սենց է։ Այսա ես ձեզի ցույց տամ սխեմա, որը որ ռեալնի օբյեկտի պրոյեկտ է։ Ստեղ նայեք, այս կարմիրը էսի թարմ օդն է, կապուտը էդի վիճշկին է, օգտագործած օդն է բանանում։ Վենտիլյացիայի պրինցիպը այն է, որ ինչքան տվյալ օբյեկտում օդ գալիս է, այնքան օդը պետք է հեռանա։
Հիմա մենք թարմ օդը տալիս ենք ննջասենյակներում, զալում, որտեղ որ մարդիկ են նստած, իսկ օգտագործած օդը արդեն կարիդորից, բաղնիք զուգարանից հեռացնում ենք։ Խիտենց, դա արդեն մյուս վիդեոներին կուսումնասիրենք, իապետ տենց են ծանել։ Մյուս հարցը մարդիկ հարցնում են, թե ինչ ձևի խողովակներով է այդ մոնտաժը գնալու։ Մեծ երկաթի խողովակ ալնելու կամ են պլաստիկովի սպիտակ այդ ժոստկի վազդուխավոդներով։ Պատասխանը չէ։ Որ սիստեմը աշխատի լավ որակով առանց ձեն ու մի 5-10 տարի հետո ոչ մի խնդիրներ չառաջանան, մոնտաժը պետք է արվի գիպկի վազդուխավոդներով անտիբակտերիալ ու անտիստատիկ, որ ոչ մի բորփոս մեջը չի առաջանում, փոշին մեջը չի կարող կպնի։ Իրանց ձևը այս նկարում է, սա ձեզ կարամ ցույց տամ, այստեղ կարաք տեսնեք այս կարմիր գույնինը, իսկ այս նկարում այնց ավելի պարզ է երևում, հեսա 90 մմ է այս տվյալ խողովակների տրամագիծը։ Քանի որ բաղնիք զուգարանում միշտ կա խոնավություն, եթե խողովակները չլինեն անտիբակտերիալ, ինչ-որ մի ժամանակ հետո հավանականությունը կա, որ այդտեղ խողովակների մեջ կառաջանան բորփոս։ Ասում եմ, դուք սիստեմը տնում եք, որ ձեզի կոմֆորտ լինի, բայց եթե խողովակը լավը չլինի, դուք ձեզի վնաս եք անում։ Բորփոսի հետևանքն էլ, սա հետ գիտեք, որ ոչ մի լավ բան չկա այնտեղ։ Մյուս հարցը, որտեղ է դրվում այդ դիֆուզորները։ Պատասխանը սենց է, որ թարմ օդը գալիս է պատուհանների մոտ, որ այդ խոնավություն, որ պատուհանները որ քրդնում են, որ այդ հարցն էլ ինքը մի թեթև լուծի, ինքը իհարկե լրիվ չի լուծում, բայց ամեն դեպս թարմ օդը որ գալիս է եւ կպնելու է պատուհաններին, որ օդափոխությունը պատուհանի մոտ լինի, որ կոնդենսատ հավանականությունը կչծնի, որ առաջանա։ Այսօր այսքանը, մնացածը հաջորդ վիդեոներում։